պարոն Սիմոնյան, քանի որ որպես ազգային ժողովի նախագահ սա ձեր վերջին ճեպազրույցն է, կարծում եմ հրաժեշտի ճեպազրույցն է, երկու հարցն է, մեկը մի քիչ էմոցիոնալ, ձեզ բնորոշ, մեկը այլ։ Առաջինը ինչ ամենաշատը կկարոտեք խորհրդարանում, եւ երկրորդ հարցը բացառում եք արդյոք քաղաքական այնպիսի իրավիճակ, որ այս խորհրդարանը եւ այս իշխանությունները պաշտոնավարեն 1 տարի եւ կրկին ընտրություններ ունեն։ Դե լավ, Անվան որ սահմանադրական դատարանը դեռ որոշում։ Լսեք, դե այդ խոսակցությունը ես հիշում եմ, որ 2021 թվականին ընտրվել էինք, ասում են դե 6 ամիս, երբ որ Սերժ Սարգսյանին հեռացրել էինք, 6 ամիս հետո հետ են գալի, այդ խոսակցությունը ասում են, ցիկլի խոսակցությունն է։ Ոչ մեկ չգիտի ինչ կլինի, բայց ես բացառում եմ Հայաստանի Հանրապետությունը ստաբիլ երկիր է, Հայաստանի Հանրապետության իշխող ուժը ուժեղ կուր կառույց է, Հայաստանի Հանրապետության իշխող ուժը ստացել է վստահության քվե։ Հայ չէ, մենք հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, հետո ինչ։ Այդ ինչ է, սահմանադրական մեծամասնությունը արդարացում են սարքել, իսկ ով ասեց, որ մենք այդ սահմանադրական մեծամասնություններ, որ պետքա պահեր, որ այս ազգային ժողովը մի տարի աշխատեր կամ 2 տարի աշխատեր, այդ իրանց արդարացումը, այն բանն էր, հա, որ գիշերը ժամը 4-ին մեռած տարբեր ընտրատեղամասերից են, որ քունները գլխներից մտածում ենք, երբ այս ամեն ինչը շատ ավարտել է թանքնենք, տեսակ դեմքները չէին ժպտում, այ քեզ բան, մնում էր սենց դեմքերով գիշերվա 4-ին կանգնեին, հիմա իրանց դեմքները ընդհանրապես տեսնում եք, ընդհանրապես չեմ ասում դեմքները տեսնում եք, ես տեսա, որ Սամվել Կարապետյանի մոտ գնացել էին ճակերտավոր արեստավար խմբագիրները, ճակերտավոր տունդեղ էր, քեզ չեմ ասում, այդ ճակերտավոր, որոնք որ ավելի են դիմադիր գնացել ասում էին, բա ինչ ենք անելու, բա ես ինչ եղավ, բա դու մեզ բաներ խոստվել դեմքներից չասեմ ինչ էր երևում, ասեմ տեսա, այդ ինչ քաղաքական չափորոշիչ միավոր է, որ հիմա մենք դրանով բան ենք անում, չափում։ Ինչն եմ կարոտելու, ամեն ինչն է կարոտելու եմ սրճարանը, մեր հետ, ձեր հետ ճեպազրույցները, դաժան եւ հետաքրքիր, որոնք որ շատ դիտելիություն էին ապահովում, որը որ կարծում եմ, ես հաճույքով ձեր հետ կհանդիպեմ, խոստանում եմ, ես խոստանում եմ ակտիվ լինել եւ քաղաքական դաշտից չկորել։ Որպես դրական աշխատանքը կկարոտեք։ Մի հատ էլ բան ասեմ, նախ մեր պատգամավորներին կկարոտեմ, որովհետև ամեն մեկի հետ պատմություն ունեմ, ամեն մեկի հետ մի ինչ-որ իրավիճակ ունեմ։ Իդեպ ասեմ, որ ես ամենաշատ օրենսդրական նախաձեռնությունով հանդես եկած նաև ազգային ժողովի նախագահը։ Սենց ասեմ, ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ասում են, երբ որ դուք արդեն ազգային ժողովի նախագահ չեք լինի, թիկնապահներ չեք ունենա, շատ բարդ կլինի ձեզ փողոցում դուրս գալ առանց թիկնապահների։ Փողոցում կտեսնենք ձեզ առանց թիկնապահի եւ արդեն դուք վախեր չունեք այն առումով, որ ձեզ այլևս որևէ մեկը չի պաշտպանի անվտանգության աշխատանքից։ Այս 5 տարի, երբ որ ասենք մեծ բաներ էին խոսում, ես Հայաստանի Հանրապետությունից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների։ Ես եղել եմ տարբեր հայկական համայնքներում, ամենակտրուկ տրամադրված համայնքներում եւ երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այդ թիկնապահները դա ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ազգային ժողովի նախագահ։ Ծեծվել է միջև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ ազգային ժողովի նախագահ։ Եվս մի ազգային ժողովի նախագահ, որովհետեւ մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալիք չի եղել, քան ազգային ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ խոսում են իմ թիկնապահների մասին, իրանց են իրականում արդարացնում, որովհետև այդ ձեռս պահեք ու թողեք որ խփեմ, այդ ինչ է, ուզում եմ հասկանամ, իրանք ինչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրանց պահեցին։ Ես երևանցի եմ, ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը որ նախկին ազգային ժողովի նախագահներին եւ նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը որ հիմա կա ու որը իրականում լավ է։ Ես ես ասեմ, ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված։ Ես հրաժարվել եմ դրանից։ Ես հիմա ասեմ, ընթացքում, պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց
քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի, առնվազն կոմֆորտ չի, նենց չի, որ ուզենան ինչ-որ պրովոկացիա անեն, այն արեցին էլի փողոցում, մոտեցան, վիրավորեցին, ինչ չի եղել, ինչ չեն արել իմ հանդեպ ուզում հասկանամ, կամ այդ մեր թիկնապահների այդ տրամաբանությունը, նույն տրամաբանությունը, որը նախկինում կար, հա, Սերժի Վաչոն, էս ինչի, ով ավ ճանաչում վարչապետի Աշկվանի անվտանգության ղեկավարի անունը գիտեք դուք, դե ազգանունն էլ ասա, դե բա, ելով գիտի, իմ բանը անվտանգության ղեկավարը, բա ինչի եք սարքել այդ բանը, դա իմ ընտրությունը չի, բա ես տարբեր երկրների ղեկավարների հետ բան եմ բանավիճում, բա ես տարբեր երկրների ղեկավարներին բան եմ ասում, բա ես ստեղ մարդասպանության մեջ եւ միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց ինչ ասես ասում եմ, բա ես պետք է պաշտպանված չլինեմ, ուզում հասկանամ դա այդ ինչ է։ Համասուն ես երբ որ ես Ռոբերտ Քոչարյանին, որը որ Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի մեկ էր անում, ես առանց թիկնապա փողոցում կանգնում ասում էի, երբ որ ինքն էր իշխանության, բա այդ ո՞նց է ես դա անում, իրանք հիմա չեն կարողանում անել, կամ ես այն վաղ դուխ ունեի, հիմա դարել եմ վախեցող, կամ ես պետք է վախենամ կամ չվախենամ, ես քաղաքական գործի չեմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի։ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ չունի, Արոյին ճանաչում, շատ լավ տղա է Ջարես Քոչարյանի թիկնապահ, եթե շատ հաճախ շփվել եմ։ Կամ բանը ամչը Սերժ Սարգսյանը չունի թիկնապահ, կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ հետս մանտամ, որ տենց բան անեմ, ես դրա կարիքը չունեմ, ես ալնն եմ, ինձ դա բավարար է։ Ես ինձ բայց էլ ասում, բայց ո՞նց է իրանց ասում, ես չի ասում։ Կամ որ գալիս են այդ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ինչ որ բաներից են խոսում, այդ նույն թիկնապաներից, բաներից, կամ մեքենա չունեմ, եթե ինչ, մեքենա չունեմ։ Չէ, մենք ընդհանրապես մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե ինչ որ տեղից լինի, հենց կլինի։ Դե լավ, վերջինն է, ինչ ուզում եք արեք, հարց չկա։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ ձեր արտոնախագահների չդառնալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը ձեր մեջ իրեն մրցակից տեսան։ Գիժեք, գներպես բարդաբար։ Ես ամենայն արգանքով, ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է, ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի եւ որևիցե միտք չգիտեմ, տենց նույնիսկ դա իմ համար տենց վախենալու բան է ու ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքով նույնիսկ ծերով կարա տենց բան ասնի, մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն համակարգն ենք, նույն ընկերներն ենք, չգիտեմ, ես չի կարա տենց բան, դա անհետեցություն, դա գժություն։ Շնորհակալություն։